Ամենևին դյուրին գործ չի ստանձնել Դոնալդ Թրամփն օվկիանոսից այն կողմ, հայտարարելով, թե աշխարհի երեսից կվերացնի պատերազմները։ Ռուս-ուկրաինական խմորը շարունակում է ջուր վերցնել եւ չնայած հայտարարություններին, երկու կողմն էլ բոլոր հնարավոր միջոցներով շարունակում են 3 տարի առաջ սկսած պատերազմը։ Մասնակից կողմերը, շահառու կողմերը այդ պատերազմի բավական շատ են եւ այստեղ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը լինելով այս գործընթացում, այսպես ասենք, առաջնորդող դիրքում, այդուհանդերձ պետք է նաեւ հաշվի առնել մի շարք այլ դերակատարների մոտեցումներ, հատկապես Չինաստանի պարագայում, որը ես կարծում եմ առանցքային դեր ունի այս պատերազմում նաեւ թե տնտեսական, թե այլ իմաստներով։ Քաղաքագետի դիտարկմամբ հասկանալի էր, որ խաղաղության գործընթացը բավականին բարդ եւ տևական ժամանակահատված պահանջող է լինելու։ Բոլոր երկրների գործողություններում որևէ անսպասելի կամ զարմանալի բան տեղի չի ունենում։ Ու թեև 4 կողմից խոսում են հնարավոր հրադադարի մասին, բայց մարտի 11-ին Ուկրաինան ամենամասշտաբային գրոհն իրականացրեց։ Մոսկվայի մարզը գրոհեց 337 անօդաչու։